2018 թվականի սկզբից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորը, երկխմբակցության ղեկավարը, 16-րդ հետագայում վարչապետը ինչ ուզում Հայաստանի Հանրապետությունում անում է, ինչ ուզում։ Մարդ, ով երևի 100 մետրը վազի մի 50-60 վայրկյանում, մարդ, ով 10 ժիմ չի կարող անել, իմ հանդիպած ամենավախկոտ մարդկանցից մեկը, իմ հանդիպած ամենաստախոս ու ստոր մարդկանցից մեկը, հարգելի բարեկամներ։ Ինչ ուզեց արեց Հայաստանի Հանրապետությունում, ինչ ուզեց արեց։ Դրանից առաջ լուծարեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փաստացի եւ սկսեց իր հաղթարշավը։ Բազմաթիվ հանցագործություններ արեց։ Մի ողջ սերունդ վարի տվեց։ Տասնյակ հազարավոր ընտանիքների թողեց անտուն։ Մի ողջ ազգ դարձրեց ծաղրի առարկա, ամբողջ աշխարհը ծաղրում է հայ ազգը, արհամարում է հայ ազգը, ու որևէ մի ինստիտուտ սրա ձեռքից, ինստիտուտի ներկայացուցիչ, սրա ձեռքից չկարողացավ բռնել, երբ նա սկսեց իր քայլարշավը Գյումրից, երգում էր ես մենակ չեմ, տպավորություն կարող էր ստեղծվել, որ նկատի ունի այն բողոքական մարդկանց հազարավոր, տասնյակ հազարավոր, ովքեր դեմ են ռեժիմին, ովքեր դեմ են հանցավոր ռեժիմին, մարտակեր ռեժիմին, բայց ինքը նկատի ուներ այդ ռեժիմի ազգային անվտանգության ծառայությունը։ Դրա համար էր ասում ես մենակ չեմ։ Դրանից էր ինքը փառավորվում։ Իմիջայլոց այսօր հոկտեմբերի 27-ն է։ 2019 թվականին Դեմիրճյանի ընտանիքի փաստաբանը Ամեկ+-ին հարցազրույց տվեց եւ ասաց, որ քանի որ 20 տարին արդեն անցել է, գաղտնիության ռեժիմի որոշակի փոփոխություն կարող է այդ տարիների հանգամանքով պայմանավորված, կարող է արդեն ինքը իրեն թույլ տալ որոշակի մանրամասնություններ ներկայացնել եւ այդ համատեքստում ասաց, որ Նայիրի Հոնանյանը եղել է, աշխատել է ազգային անվտանգության ծառայության հետ։ Այսինքն ազգային անվտանգության ծառայության գործակալը զենք ու զրահով հանկարծ հայտնվում է Վազգեն Սարգսյանի կողքը, 27 թվականի հոկտեմբեր ամսին երկրի վարչապետի կողքը, սպանդ է իրականացնում եւ տպավորություն էր, որ այդ ինֆորմացիան, այդ հայտարարությունը, այդ բացահայտումը պիտի մեծ ալիք բարձրացնի Հայաստանի Հանրապետությունում, բայց բացարձակ լռություն։ Գիտեք ինչու, որովհետեւ քաղաքական գործիչների մեծամասնությունը, այսինքն կոնտենտ ստեղծող քաղաքական գործիչների մեծամասնությունը, լրագրողների մեծամասնությունը, խմբագիրների մեծամասնությունը, բլոգերները եւ այլն գտնվում են ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ եւ դրա համար այդ հայտարարությունը այդպես էլ անտեսվեց։ Կարծես չէր էլ եղել։ Այսինքն ազգային անվտանգության ծառայության գործակալը սպանում է երկրի վարչապետին, բայց դա կարևոր նորություն չէր դա։ Հետագայում նաև ես պիտի ասեմ, որ այդ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո գործով վկաները, գործով մեղադրվածները սկսեցին զարմանալի հերթականությամբ, պատահաբար, զուգադիպությամբ մեռնել։ Բայց ով
ուզում է կայանալ, անպայման պետք է շարքի հոկտեմբերի 27-ը, ըստ ճաշակի։ Մեկը սրան կմեղադրի, մեկը նրան կմեղադրի։ Հայաստանի Հանրապետությունը վեր է ածվել երևի թե աշխարհի ամենամեծ բոզանոցին, այսինքն ժողովրդին ղեկավարում են, պետությունը կառավարում են մարդիկ, ովքեր նենգ են, ստախոս են, չունեն մորալ որևէ օրենք։ Որևէ օրենք չունեն այս մարդիկ, հարգելի բարեկամներ։ Մարդը դուրս է գալիս, ասում է ազգային անվտանգության ծառայության գործակալը սպանել է վարչապետին, եւ դա այդ հայտարարությունը այդպես էլ անցնում է։ Կարծես չի եղել։ Հիմա Փաշինյան Նիկոլը ինչ ուզեց արեց, ասում էր ես մենակ չեմ, ինչու էր այդպես ասում, որովհետև իր հետևում կանգնած եղել ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մարդու հրահրմամբ տեղի ունեցավ պատերազմ, մի ողջ սերունդ սպանել տվեցին, հետագայում 91 թվականի փաստաթղթերով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, այսինքն Փաշինյան Նիկոլը օֆիցիալ հայտարարեց, որ ինքը սպանել է տվել այդ մարդկանց եւ այդ մարդիկ, այդ պատերազմիները եղել են օկուպանտ խուժաններ։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացին անտուն, ամբողջ աշխարհը սկսեց ծաղրել, արհամարել հայ ազգին եւ որևէ մի ինստիտուտ Փաշինյան Նիկոլի ձեռքից չբռնեց, հա, գիտեք ինչու, որովհետեւ այս ամենը միայն Փաշինյան Նիկոլը չի իրականացնում, Փաշինյան Նիկոլը դրա դեմքն է։ Այս ամենը իրականացնում են հազարավոր մարդիկ, գիտակցելով, չգիտակցելով, այս ամենը իրականացվում է ազգային անվտանգության ծառայության կողմից, դատախազության կողմից, ոստիկանության կողմից։ Փաշինյան Նիկոլը չի իրականացրել մի հանցագործություն, որը չի լեգիտիմացրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը։ Այդպիսի հանցագործություն չկա։ Նա օրենքներ է խախտում, նա բարոյական նորմեր է խախտում եւ ողջ ազգը, այսինքն ազգի ճնշող, այսպես ասեմ, լավ մեծամասնությունը, ինստիտուտները իրենց գործունեությամբ կամ իրենց անգործունեությամբ, իրենց համակրանքով կամ իբրև թե իրենց քննադատությամբ օգնում են այդ process-ին։ Տեսնում եք, Փաշինյան Նիկոլը գաղտնալսում է մարդկանց եւ ըստ նպատակահարմարության այդ գաղտնալսված նյութերը, տեսանկարահանած նյութերը տեղադրել է տալիս համացանցում։ 2021 թվականին ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խոստովանեց, որ այո, Հայաստանի Հանրապետությունում կա նման վատ պրեցեդենտ։ Էլի տպավորություններ, որ պիտի, այսինքն ինչ է ասում, ասում է մեզանից պահանջում էր, որպեսզի մենք գաղտնալսենք, տեսանկարահանենք տարբեր մարդկանց եւ տանենք իրեն տանք։ Եվ սա պիտի գոնե լսումների պատճառ դառնար պարլամենտում։ Գոնե լսումների պատճառ պիտի դառնար։ Պարլամենտի մեծամասնությունը ազգային անվտանգության ծառայության շներն են, ոնց պիտի դառնար, հարգելի բարեկամներ։ Հələ Հայաստան Դաշինքի падգամավորներին ասեք, այդ որ նոր падգամավոր դարձան, այդ պատիվ ունեն падգամավորներին ասեք, դուք ինչ որ քննարկումներ ունեցել եք այս հարցում, դուք ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեններին, այդ ժամանակվա տնօրենին կանչել եք պարլամենտ, որպեսզի դեմ տակ պատին, թե ես ինչ սարիկայություն եք անում դուք։ Կանչել եք, չեք կանչել, չէ՞։ Սերժ Սարգսյանը այսքան ողբերգություն եղավ, ձեռը չտարավ կոմպրոմատին։ Փաշինյան Նիկոլը Սերժիկ էր ասել, ինչ որ այդ տղա էր ասել, ինչ որ հանցագործության մեջ էր մեղադրել, դուրս եկավ, ասաց կոմպրոմատ եմ դնելու անցնող դարձողը թքիկո վրա։ Եվ հետագայում ինքը իր բերանով խոստովանեց, որ սա
խոսք է գնում սեռական բնույթի կոմպրոմատի մասին։ Տեսնում եք Փաշինյան Նիկոլին ոնց են գժվեցրել գցել այս տահակները ժողովրդի ջանը։ Բա Սերժիկ, մեկը չեղավ հարցներ, այդ կոմպրոմատը քեզ որտեղից։ Այսինքն այս հարցերը պիտի քննարկվեր պարլամենտում։ Այս հարցերը պիտի լուծումը ստանային պարլամենտում, բայց ելի եմ ասում, քանի որ պարլամենտի ներկայացուցիչները կամ ուղիղ կամ անուղղակիորեն ազգային անվտանգության ծառայության շներն են, կամ ինչպես ժողովուրդն է ասում ԱԱԾ-ի բոզերն են։ Նրանք այս հարցը եւս անուշադրության մատնեցին։ Եվ բանը եկե հասել է այնտեղ, որ հիմա ըստ իր նպատակահարմարության, քանի որ իրեն են արել, ինքն էլ ուրիշներին է անում։ Տեսնում եք եկեղեցու սպասավորներին, հոգևորականներին, գաղտնալսում են, տեսանկարահանում են, տեղադրում են համացանցում։ Նույն սրիկայությունը տեղի ունեցավ Հովիկ Աղազարյանի նկատմամբ, այս մարդու անձնական նամակագրությունը հանին փրեցին։ Սա ոչ թե սա ամենաստոր բանն է, հարգելի բարեկամներ, ամենաստոր բանն է, որը կարող է իրականացնել երկրի ղեկավարությունը, իր քաղաքականության իրականացման շրջանակներում։ Մի մասը ասում է ես դեմ եմ, Աշակ Սրբազանը ենթադրենք, եթե կարելի է դրանց Սրբազան ասել, հա, մեկը ասում է ես կողմ եմ, մեկը ասում է ես դեմ եմ Տեր Արամին, մեկը ասում է ես կողմ եմ Տեր Արամին, լսեք, անկախ նրանից մարդը կարգալույս եղած է, թե կարգալույս եղած չի, դու կարող ես լինել ամենավերջին ստահակը, ամենավերջին ստորը, ամենավերջին հանցագործը, բայց ունենալ բլատ հոգևորական բարձր դասի ներկայացուցիչների հետ եւ մինչեւ քո կյանքի վերջը կարգալույս չլինել։ Բայց այդ մարդու մատուցած պատարակը ընդունելի է, հարգելի բարեկամներ, հա։ Եթե մարդը ստահակ է, եթե մարդը քրիստոնյա չէ, եթե մարդը հանցագործ է, եթե մարդը ամեն օր իր կենցաղով մերժում է Քրիստոսի խոսքը։ Ալեքսանդր Մենյը գրում է, որ լինել քրիստոնյա նշանակում է հավատալ Քրիստոսի ուսմունքի ճշմարտացիությանը եւ խնդիր դնել Քրիստոսի պատվիրանները կյանքի կոչելու։ Հիմա եթե մարդը նարկոման է, բայց եկեղեցական է, բարձր դասի ներկայացուցիչ է, վարում է անկանոն սեռական կյանք, բայց ունի կուսակրոնության ուխտ։ Եթե մարդը հանցագործների համար երաշխիք է տալիս բանում, դատարաններում, բայց այս ամենի հետ մեկտեղ ինչ որ բլատի պատճառով կարգալույս չի եղել եւ մատուցում է պատարակ։ Այդ մարդու մատուցած պատարակը ընդունելի է, դա սրբապղծություն չէ։ Լսեք, դուք մարդկանց ինչու եք դնում ոչխարի տեղ։ Ինչու եք դուք մարդկանց դնում անպայման մարդկանց ինչու պետք է պարտադիր դնեք ոչխարի տեղ։ Գաղտնալսումը, տեսանկարահանումը ապօրինի է, այո, բայց դա իրականացված արդեն փաստ է։ Եվ եկեղեցին չի կարող այդ փաստը իգնորի ենթարկել, հասկանում եք, չի կարող։ Հենց այնպես վերցնել եւ իրեն պայել այնպես, որ դա չի եղել։ Երբ պրավոսլավ եկեղեցու ամիսներ առաջ եպարխիաներից մեկի ղեկավարի նկատմամբ տեղի ունեցավ մոտավորապես նույն պատմությունը, տեղի էր ունեցել տեսանկարահանում, գաղտնի, հետագայում այդ ամենը տեղադրվեց համացանցում, նրան հեռացրեցին եկեղեցուց։
տեսանկարահանումը ապօրինի էր եւ նաեւ հրապարակումը ապօրինի էր, բայց եկեղեցին չկարողացավ դա հանդուրժել եւ հեռացրեց եկեղեցուց։ Դուք չեք կարող այդ այլանդակությունը չտեսնելու տալ։ Եթե չտեսնելու, չլսելու եւ դա չունեցավ հետևանք, ավելի վատ եկեղեցու բարձր դասի համար։ Հիմա այն մյուս եկեղեցականի մասին, ով 3 պատարակ էր մատուցում։ Ուրեմն ընդհանրապես այն մարդը, որը դուրս է գալիս կորպորատիվ էտիկետի դեմ, այն մարդը, ով դուրս է գալիս այն կոլեկտիվի դեմ, որի անդամն է եղել, ես հələ չեմ ասում այդպիսի ազդեցիկ կոլեկտիվի դեմ, ինչպիսին է հայ առաքելական եկեղեցու բարձր դասը։ Եվ հետագայում կարգալույծ է լինում այդ մարդը։ Ինքը պարտադիր, այդպիսի մարդիկ պարտադիր իրենց խոսքի մեջ լինում են մի քիչ վախեցած։ Ինչքան ուզում է ճիշտ լինես։ Մի քիչ շփոթված։ Բայց այդ հոգևորականը ոչ վախեցած էր, ոչ շփոթված էր։ Գիտեք ինչու։ Որովհետև ինքը չի դուրս եկել անարդարության դեմ պայքարի, որովհետև իրեն դրդել են, որպեսզի ինքը դուրս գա այդ պայքարին, եւ իր հետևում կանգնած է Հայաստանի Հանրապետության հանցագործ կառավարությունը։ Եթե այդ մարդը արդարության համար աներ այս ամենը, անարդարության դեմ աներ այս ամենը, ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետին չէր կոչի մեծարգո վարչապետ եկեղեցուց։ Ինքը չէր ասի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ճիշտ է ասում, ճիշտ է անում։ Ինքը չէր կարող, այդպիսի մարդը չի կարող մի անարդարության դեմ խոսել, մեկ այլ անարդարությունը պաշտպանել։ Հետևաբար սա հերթական սրբապղծությունն է։ Սա հերթական ստորությունն է։ Եթե դուք քրիստոնյա եք, դուք չեք կարող լինել անազնիվ։ Դուք չեք կարող լինել անբարոյական։ Այսինքն դուք կարող եք, բայց դուք այլևս քրիստոնյա չեք։ Եվ ձեր խոսքը անկախ դրանից դուք կարգալույց եղած եք, կարգալույց եղած չեք, ձեր խոսքը չի կարող ընդունվել։ Դա տեխնիկական արդեն հարցեր են, հասկանում եք։ Դրանք տեխնիկական արդեն հարցեր են։ Այսքան փոքր երկրի վրա ու այսքան մեծ անբարոյականության այսպիսի մեծ մասշտաբ։ Կոտայքի թեմի առաջնորդ կա։ Էլիբեկ Քյարամյան ունի զավակ։ Նա ոչ միայն կուսակրոն քահանա լինելով ունեցել է զավակ, այլ դաստիարակել է մի այնպիսի մարդ, ով դարձել է հետագայում ազգային 29-30 տարեկան հասակում, զբաղեցրել է գեներալական պաշտոն, քաղմասներում մարդկանց է խոշտանգել, աչքի ընկել լկտի, խուլիգան վարքագծով պարլամենտում։ Վեհափարտ Տեր, սա խնդիր չէ։ Քո արքեպիսկոպոսի բիջը ազգային անվտանգության ծառայության տնօրեն լինելով հանդերձ իրականացրել է բազմաթիվ հանցագործություններ։ Սա խնդիր չէ եկեղեցու համար։ Բա ո՞րն է խնդիր եկեղեցու համար։ Փաշինյան Նիկոլ, դու ցանկանում ես եկեղեցին, դու ապրիորի չես կարող ոչ մի բան ուզենաս առողջացնել։ Բայց մի պահ ենթադրենք դու ցանկանում ես որպեսզի հայ առաքելական եկեղեցին, որը ինչպես դու ես ասում արժեք է քեզ համար,
Դու արդար մարդ ես, բայց եթե դու արդար մարդ լինես, դու ամեն օր սուտ ես խոսում, այդ տղա, դու ո՞նց կարող ես քրիստոնեությունից խոսել։ Դու ո՞նց կարող ես ասել Քրիստոսը իմ ուսուցիչն է, եթե քո ամեն օրը ստի մասին է, ամեն օր դու 1000 անգամ սուտ ես խոսում, բավական է մի լրագրող քեզ ինչ որ մի հարց տա, որը դուք թույլ եք տալիս, մի քիչ հարց, եւ դու կսկսես ստել, ու դու խոսում ես, որ Քրիստոսը քո ուսուցիչն է։ Դու ասում ես, բայց եթե կուսակրոնության խախտումը այդքան մեծ եւ անընդունելի բան է քեզ համար, Արգիշտի Քյարամյանին ինչու է այդ պաշտոնին նշանակել։ Ասում է, տեսեք, այս հարցը իրեն տալիս են։ Եվ ինքը ասում է, Արգիշտի Քյարամյանը ասում է, սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ունի բոլոր այն իրավունքները, որ ունեն բոլորը։ Շատ լավ։ Փաշինյան Նիկոլ, Արգիշտի Քյարամյանը, էլի մեկ Քյարամյանի որդին։ Վլադիմիր Գասպարյանի ընկերոջ որդին, ում հետ հարաբերություններ ունեն նաև Քավոր Սանիկային, հետաքրքիր է, չէ՞, հեղափոխություն է եղել։ Այդ տղա 28-29 տարեկան սովորական քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում դեռ աշխատանքի հարց են փորձում լուծել իրենց համար։ Դեռ չեն կայացել որպես մասնագետ, շատերը 28-29 տարեկան երիտասարդին դու նշանակում ես գեներալական պաշտոնի, դու ուզում ես ասել, որ ինքը սովորական քաղաքացի է, ունի բոլոր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես մնացածը։ Դու ուզում ես ասել, որ այդտեղ բլատ չի եղել, իհարկե եղել է։ Բա հարց տվեք Փաշինյան Նիկոլին։ Երեք շատերը մասնակցում էին պատարագի։ Մեկը ասում է դա կեղծ պատարագ է, մեկը ասում է իրական պատարագ է։ Այդ կեղծ գից իրական պատարագին մասնակցածներ, մոտեցեք ձեր Փաշինյան Նիկոլին, ձեր կուռքին, ձեր առաջնորդին եւ տվեք այս հարցը։ Ասեք, պարոն Փաշինյան, դու ասում ես Քրիստոսը իմ ուսուցիչն է, Քրիստոսը իմ Աստվածն է։ Ինչու ես այս անձնավորությանը նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն եւ պահանջեք ճշմարիտ պատասխան։ Տեսեք, ձեզ ճշմարիտ կպատասխանի, թե կսկսի էլի համաձայն իր բնավորության խապել, ստել։ Օրը 15 անգամ սուտ խոսացող մարդը ինչպես կարող է քրիստոնյա լինել։ Եվ ընդհանրապես մեր հասարակությունը, եթե նախկինում ես կարծում էի, որ գոնե ձևական քրիստոնյաներ են, ես հիմա վստահ եմ, որ դա նույնիսկ ձևական քրիստոնյա չեն հայերը։ Նույնիսկ ձևական քրիստոնյա չեն հայերը։ Այդ թվում շատ ու շատ բարձրաստիճան հոգևորականներ, բարձրաստիճան տերդերներ, գելենվագեններով, բենտլիներով, ման եկողներ, դուք ի՞նչ կապ ունեք քրիստոնեության հետ, ինչ որ սքեմ եք հագնում, ուրեմն դուք քրիստոնյա եք։ Պասկալը այսպիսի մի հրաշալի խոսք ունի, ասում է Ագոնիա Խրիստա դլիցը վեչնա, Քրիստոսի հոգևարկը հավերժ է եւ այդ ժամանակ պետք չէ քնել։ Մամարդաշվիլին հետաքրքիր ձևով մեկնաբանում է, որ ամեն անգամ, երբ ինչ որ անարդար գործ է տեղի ունենում, երբ ինչ որ արդար մարդու են նեղություն պատճառում, խաշվում է Քրիստոսը։ Եվ պետք չէ քնել ու պետք չէ թույլ տալ դա։ Ամեն մարդ իր չափով, ամեն մարդ իր հնարավորության սահմաններում, դուք ձեր չափով արել եք դա։ Դուք ձեր հնարավորության սահմաններում դա արել եք։ Սրիկա տերդերներ, դուք դա արել եք։ Ձեր աչքի առաջը մի ողջ սերունդ տարան մտցրեցին մսաղացի մեջ։ Դուք գնահատական տվեցիք տեղի ունեցածին։ Կճոյան Ավինյան Տիգրանի հետ հարաբերությունների մեջ գտնվող, դու այդ ամեն ինչին գնահատական տվել ես։ Քո մատուցած պատարագը ընդունելի է, որովհետև դու կարգալույց եղած չես, իսկ այն մյուսը, ով կարգալույց է եղել, ընդունելի չի։ Երկուսին էլ ընդունելի չի։ Երկուսին էլ ընդունելի չի։ Վայ այն մարդկանց, ովքեր պիտի գան հաղորդություն ստանան։ Դուք պիղծ մարդիկ եք,
առևտրական վաշխառու քրիստոնեության հետ բացարձակապես կապ չունեցող եւ այդ ստատուսը, այդ ձեր ստատուսը զավթած դուք ուղղակի զավթել եք, ուզուրպացրել եք այդ աթոռները եւ դրա համար է նաեւ այս ողբերգությունները որ տեղի ունենում նաեւ ձեր պղծության պատճառով է բազմաթիվ քրեական գործերով անցած մարդիկ ու Փաշինյան Նիկոլը ձեր աշխարհիկ կերպարն է Փաշինյան Նիկոլը ձեր աշխարհիկ արտացոլումն է դուք Փաշինյան Նիկոլի հոգևոր արտացոլումն եք դուք իրար հայելի եք հասկանում եք դուք իրար հայելի եք ես որ ձեր խոսքը լսում եմ այդտեղ հոգևորական акցենտ հոգևորականության հետ կապ ունեցող որևէ բան չկա ձեր դեմքից երևում է որ դուք աշխարհիկ կյանքով ապրող մարդիկ եք ու վատ մարդիկ եք դուք պղծում եք հայ առաքելական եկեղեցին անկախ են հանգամանքից կարգալուց եղած եք թե կարգալուց եղած չեք անկախ այդ հանգամանքից դուք կապ չունեք Քրիստոսի հետ Փաշինյան Նիկոլ դու կապ չունես բայց դու կարող ես կապ ունենալ ինչպես ամենավերջին սրիկան ինչպես ամենավերջին հանցագործը դու պիտի դադարես շուտ խոսելը դու պիտի ապաշխարես դու պիտի խոսես ճշմարտության մասին Երևի են արդար մարդու բերնից հնչող Երևի արդար մարդու բերանից հնչող չգիտեմ հայոյանքի մեջ վատ բան պիտի ասեմ բայց պիտի ասեմ նոր արդար մարդուն դեմ են տալիս սրիկանները պատին էլ չգիտի ինչ անի իր բերանից հնչող հայոյանքի մեջ ավելի շատ աղոթք կա քան թե ձեր պիղծ բերաններից հնչող աղոթքի մեջ ու այս հողը պարտադիր ազատվելու է ձեզանից պարտադիր այս հոգևորականներից այս աշխարհիկներից պարտադիր ազատվելու է տա Աստված ազատի հայը եթե հայը չկարողացավ ազատել հողը ձեզ նմաններից թող դա անի օտարը Եվ թող օրհնվի այն օրը, երբ այս ժողովուրդը կազատվի ձեզանից։ Ես ձեր Տիրոջ մերը